Եթե մտնեք Ֆրանսիայում որևէ դեղատուն ու հարցնեք հայկական թուղթ Papier d'Arménie, ձեզ կտան այս փոքրիկ անուշաբույր թերթիկները։ Որպեսզի թուղթը գործածության մեջ տեսանելի լինի, այն պետք է այրել։ Թուղթն այրվում է առանց կրակի, անուշ բույր տարածելով։ Ֆրանսիացիներն այն օգտագործում են արդեն ավելի քան 1 դար, բայց քչերը գիտեն, թե ինչու է այն կոչվում հենց հայկական։ Հիմա պատմեմ։ 19-րդ դարի վերջին ֆրանսիացի Օգյուստ Պոնսոն ճանապարհորդում է դեպի արևելք։ Նա ծանոթանում է շատ հայերի հետ, երբ հյուրընկալվում է նրանց ընտանիքներում, մշտապես զարմանում է տանը տարածված անուշ բույրից։ Նման բույր նա երբեք չէր զգացել։ Հարցուփորձից հետո պարզվում է, որ հայերը տանը խեժով ներծծված թուղթ են այրում, որպեսզի օդը ախտահանեն ու անուշ բույր տարածեն։ Վերադառնալով Ֆրանսիա, Օգյուստ Պոնսոն որոշում է ծխացող գաղափարը դարձնել բիզնես։ Հայկական բաղադրատոմսով նմանատիպ թղթեր է սկսում արտադրել։ Շատ արագ Ֆրանսիայում հայտնի դարձած անուշաբույր այս թղթերը սկսեցին անվանել թուղթ Հայաստանից, եւ այն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում։ Ես Տաթևիկ Սայադյանն եմ, հետևեք ինձ ավելի շատ հայկական պատմություններ իմանալու համար։